Նարինեի փոքրիկ դստեր քաղցրի հանդեպ առաջին հետաքրքրությունն էր, որ մայրիկին ստիպեց շոկոլադագործության աշխարհում անել առաջին քայլերը։ Երբ աղջիկս 1.5 տարեկան էր եւ սկսեց քաղցրավենիքների նկատմամբ հետաքրքրությունը, ես հասկացա այդտեղ, որ կա բաց, չկան առողջարար կոնֆետներ, որոնք ես կարող էի գնել եւ տալ իմ աղջկան եւ չի ունենա մեղքի զգացում։ 2021-2022 թվականներին Արցախում Նարինեն սկսեց պատրաստել իր առաջին շոկոլադները։ Ուսումնասիրեց, փորձեց, սխալվեց, նորից փորձեց ու ստացվեց։ Պատրաստեցի կոնֆետները տան պայմաններում եւ աղջիկս եւ ընտանիքիս անդամները շատ հավանեցին։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ սիրելի գործին։ Հետո հասկացավ, որ հենց դա է դառնալու իր ուժի աղբյուրը։ Եվ Նարինեն նորից սկսեց, փոքր քայլերով, բայց մեծ հավատով։ Սկսեցի իմ գործունեությունը նորից Big Christmas Market-ով 2024 թվականին առաջի անգամ այնտեղ նորից մասնակցեցի եւ իմ տեսականին փորձեցի ներկայացնել։ Այսօր Լուսեն տեսականին ընդլայնել եմ, տարբեր ձևերի ու համերի շոկոլադներ, որոնք պատրաստվում են նույն սկզբունքով, առանց քիմիական հավելումների, բնական բաղադրիչներով եւ հոգատարությամբ։ Ունենք կրթական սալիկներ, որոնք Արցախի պատմամշակութային վայրերի պատկերներով են եւ իրենց պատմությամբ եւ նաեւ մեր բրենդը ներկայացնող Լուսե աղջկա պատկերով սալիկները, ինչպես նաեւ ունենք այլ թեմատիկաներով, այլ թեմայով շոկոլադներ, դրանք մեր առողջ քաղցրավենիքներն են, այսպես էլի իրենց մեջ եւ շոկոլադը եւ խուրմայի եւ ընդեղենը։ Նաև կրթական շոկոլադներ է ստեղծում Նարինեն։ 2023 թվականին այս շարքը համալրվեց Արցախ խաղով։ Արցախի մասին հետաքրքիր ու քաղցր ձևով է որոշել պատմել Արցախի քաղցրությունը ճաշակած Նարինեն։ Խաղը իր մեջ ներառում է Արցախի 40 ամենահայտնի հուշարձաններն ու տեղանունները եւ նաեւ Արցախի մասին ամենակարևոր փաստերը, սխալուճիշտ, որոնք որ պարտադիր պետք է յուրաքանչյուր հայ իմանա եւ որը նաեւ ամբողջացնում է Արցախի պատմությունը եւ նաեւ շոկոլադները, որոնք որպես մրցանակ կտրվի հաղթողին։ Շատերն են փորձել Նարինեի համեղ շոկոլադները։ Հայաստանաբնակ հայերը, սփյուռքահայերը, անգամ արտասահմանցի զբոսաշրջիկները։ Ունենք մշտական հաճախորդներ, որ միշտ պատվիրում են, շատ նվերների համար են գնում, շատ տարել են այլ երկրներ նվերների համար, որովհետև ներկայացնում է մշակույթը, արցախյան մշակույթը հատկապես, եւ Հայաստանից մի կտոր շոկոլադ նաև պատմություն է իր հետ տանում դեպի այլ երկրներ։ Վերջերս Նարինեն մասնակցել է ձեռնարկատերերին աջակցող ծրագրի, որը կազմակերպել էր Արցախ միությունը Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ձեռք բերած գիտելիքներն ու փորձը նրան օգնում են ավելի վստահ կազմակերպել ու զարգացնել սեփական բիզնեսը եւ շարունակել ստեղծել նորը։